Բարև ձեզ սիրելի աշակերտներ։ Բարև ձեզ։ Այսօր մենք ամփոփելու ենք իմ ընկեր Նեսոն պատմվածքը։ Այսօրվա մեր դասի նպատակն է զարգացնել նկարագրելու, բնութագրելու հմտությունները մեր, ինչպես նաև հետևություններ անելու հմտությունները և պետք է կարողանանք նաև ամրապնդել մեր գիտելիքները բառակազմությունից, կարողանանք բառակազմորեն վերլուծել բառերը։ Այսօրվա մեր դասի թեման որն էր։ Որն է մեր այսօրվա դասի թեման։ Ով է հեղինակը։ Հովհաննես Թումանյանը։ Իսկ ո՞վ է Հովհաննես Թումանյանը։ Ասա Խաչիկ։ Մեծ բանաստեղծ։ Ամենայն հայոց բանաստեղծ։ Որբերի հայր։ Ասա տեսնեմ Սարգիս։ Համադա, ամենայն հայոց համադա, այո, նաև յուրասեր, մեծ լորեցի, ասա, բազմաժանր գրող։ Ստեղծագործություններ ունի Հովհաննես Թումանյանը։ Ասա տեսնեմ, Շունուկատուն, ասա տեսնեմ, ընդհանուր ինչեր է գրել, արձակ և չափածո, ինչ ստեղծագործություններ ունի, ասա, պոեմներ է գրել, հեքիաթներ, բալադներ, լեգենդներ, բանաստեղծություններ, չէ՞։ Այսինքն ասացինք, որ բազմաժանր գրող է և նրա գրքին են պատկանում շատ ու շատ գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք մեզ հետ են մեր կյանքի սկզբից, այսինքն մանկությունից են հետևում մեզ մինչև խոր ծերություն։ Լավ, այսօրվա թեման ասացինք իմ ընկեր Նեսոն պատմվածքն է, ինչի մասին է, որն է թեման այսօրվա ստեղծագործության մեջ։ Ասա տեսնեմ, չի ասա։ Ընկերությունն է, ընկերության մասին է, ինչի մասին է։ Սոցիալական անհավատարմությունը կկամեքի ճիշտ է, յուղական կյանքի արտացոլանքն է այո, դժվարությունների մասին է այո, ճիշտ է, մանկության տարբեր մասին է այո։ Լավ, ով է հերոսը, հիմա ուրեմն ասա տեսնեմ, հերոսները Հովհաննես Թումանյանն է և իր ընկեր Նեսոն է։ Լավ։ Եկեք, ուրեմն հիմա ուզնամտագրով կազմակերպենք ընկերություն տվարով, մենք ասացինք, որ թեման ընկերությունն է, արտացվում է ընկերության մասին շատ հետաքրքիր պատմություն և միասին հասկանանք ով է իսկական ընկերը և ինչպիսի արժանիքներ պետք է ունենա, ինչպիսի արժեքներ կան ընկերության հետ կապված։ Հաստատեցնեմ։ Հավատարմություն, այսինքն ընկերները պետք է հավատարիմ լինեն, մոտեցի վրա, հավատարմություն, լսում եմ անգամ, պետք է ազնիվ լինեն, գրեհազնվություն, հաչի, պաշտպանություն, այսինքն պաշտպանություն են դրենք ամեցի, տարավ, ճարվերի աշխատում, աստատեսվեն, վարություն, աստականոց, սեր, այսինքն ինյանց դկազմամբ սեր պետք է ունենան ընկերները, ասած, հավատ պետք է ունենան, արամ, էման, վստահություն պետք է լինի անպայման ընկերների մեջ, ճիշտ է, Նազենի, գաղտնապահություն, արի տեսնեմ գաղտնապահություն, ասա, կարիքցանք, այո կարեկին պետք է լինի մինյան կազդեք, ասա, հողում բրնում պետք է լինի անպայման ճիշտ է, ասա տես հարգան, նայք չի պետքնոքի, այո, հարգան, բարեր, ազնվություն ունենք դրա, իշարեք լինող նվիրվածություն, այո, նվիրվածություն, ասա Սամվել, հող օգնություն, այո, հող Լավ, ուրեմն այս բոլոր արժանիքները պետք է լինեն, որպեսզի ընկերությունը ինչպիսի լինի, ամուր լինի և կարմիր լինի, լավ, մի հատված, ոքիկ հատված, դիտենք այս տեսանյութը հիշելու համար, իհարկե ամբողջ ամբողջական մեր ժամանակը այս քանչիների, բայց
Լսում ենք ուշադիր։ Այնքան հեքիաթ գիտեր, ոչ ձերուներ, ոչ դուքը։ Ամառվա լուսնյա գիշերները մեր դրան գերանների վրա շուրջ բոլոր վստոտում էինք, հիացած խոշում Նեսոյի ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա ուրիփերիներից, զմրուխտ ուշից, լիսն ու թաշխարից։ Նեսո ջան, Նեսո, հիմի ենք ուր թագավորի հեքիաթը պատմի, հիմի ենք խուտի ուշի հեքիաթը պատմի, հիմի ենք քաչալի ու քոսակի հեքիաթը պատմի։ Բաժանվել խմբերի առանձնացրել է 5 խումբ և նախապես հանձնարարականներ են տրվել, որպեսզի ուսումնասիրեք լավ պատմվածքը և կարողանաք ներկայացնել հետևյալ հարցերը։ Ուրեմն քարտերի վրա գրված են 2 տեսակի հարցեր, գրական և լեզվական նյութ է այն պարունակում, գրական նյութը մեր պատմվածքի հետ է կապված, իսկ տեսական նյութը, լեզվական նյութը բառակազմության հետ։ Ուրեմն խմբերը գրում եք ձեր հարցերը։ Տրվում է 3 րոպե ժամանակ, վերջացնելուց հետո, ամփոփելուց հետո, ուրեմն դրոշներով դուք կարող եք ներկայացնել, որ դուք արդեն պատրաստ եք ներկայացնելու ձեր հատվածը, ձեր նյութը և կսկսենք արդեն ներկայացնել։ Ժամանակը, դրանցած ժամանակ է, սկսենք, տեսնենք պատրաստ ենք արդյոք, տեսնենք պատրաստ ենք արդյոք ներկայացնելու։ Այո, պատրաստ ենք։ Սկսենք հիշողությունից։ Լսում ենք։ Առաջին հարցը, լսում ենք։ Ներկայացնենք պատմվածքի այն հատվածը, որտեղ հեղինակը նկարագրում է Նեսոյի արտաքինը և կամ վարքը։ Ես եմ այնքան հեքիաթ գիտեր, անցան հեքիաթ, որ ոչ դեր ունես որնք։ Գիշերվա լուսագիշերներին համոզում են գերանների մոտ, նստում էին կամ ծիծաղելով բաներ էին պատմում կամ պատմվածքներ։ Նեստոն պատմում էր ուրիփերիներից, Լավ, ինչ է դեր դուր գալիս Նեսոյի մեջ։ Նեսոյի մեջ ինքնարժեք ամենաշատը դուր է գալիս նրա ֆիլասոֆիան։ Եթե նա էր ուսումնասիրणार, նա կդառնար շատ ավելի լավ մարդ, ով պիտանի կդներ հայրենիքին։ Բայց նրա ուսումնասիրելու պատճառով նա դարձավ գող։ Լավ, ելում ենք նրա ուսումը ավելացնում, ասացում ենք։ Մենք նաև դուր եկամ Նեսոյի մեջ, նրա պատկերավոր միտքը, պատկերավոր հեքիաթները և մտքի ճկունությունը։ Լավ, այսինքն մտքի ճկունությունը հավանեցիք, լավ էր, որ նա ուներ այդպիսի հատկանիշներ, չէ, դրանք խնդրություններ են, որոնցով ինքը ուշքված էր։ Լավ, ունենք գրացում, ոչ, գրական նյութից հետո ունենք լեզվական նյութ։ Դուք պետք է գրեիք 3 բառ, որոնցում կա ուսումնածանցը և կատարեիք բառակազմական վերլուծություն։ Մենք ուսենք գրել դաստիարակությունը, դաստիարակ մարածություն, դաստիարակ բարի։ Ինչն է։ Բարի։ Արմատներ, ուսումը ացանցը։ Ացանցավոր բարի։ Լավ, Բարը մենք գրել ենք մանուկություն, մանուկ մարածություն, մանուկ արմատներ, ուսումը ացանցը։ Երբ բար գրել ենք գողություն, գող մարածություն, գող արմատներ, ուսումը ացանցը։ Մենք ևս երկու բար ենք գրել լրացուցիչ, ոգևորությունը, ոգի մարածավոր մարածություն, ոգի ավոր ացանց, ուսումը ացանց։ լավ, ասեք, տեսնենք Դավիթ կուզենայի իմանալ իսկ չէ արմատը։ Կառուցնացնում եք, բառակազմական վերլուծություն եք կատարում, իսկ չէ արմատը։ Արմատը դա բառի գլխավոր իմաստն է։ Հիմնական իմաստ արտահայտող մասն է։
Լավ, իսկ ինչ է ածանցը, Օքսանա։ Ածանցը լինում է տեսակ, վերջացած հետ որը։ Իսկ ինչ է ածանցը։ Ածանցը բաղի վերջավորություն է, որը բաղին ավելանալով հարցեն Բարի բաղադիչ է, որը ավելանալով բարին, արմատին, նոր իմաստ է տալիս, լավ, ապրեք, վերջ ձեր աշխատանքը, լավ, հաջորդ աշխատանքը ներկայացնում է ընկերությունը, լսում ենք, ինչպես էին տղաները ժամանակ անցկացնում, գտեն նախադասությունը, որը ցույց է տալիս նրանց մտերմությունը։ ոչ ուսումնարան կար, ոչ դասվող դասվող, ոչ դասվող դասվողություն, ազատ էին նրանք համարում, ու խաղում էին, ինչքան էին խաղում, ոնց էին իրար սիրում, ոնց էին իրար սովորել, սովոր ժամանակներն են, բազում էին հացի թիվ հաց առնում, բազմիկ արեցի կրկանից և նորից իրար նոխրանում, իսկ երիկուններն էլ հավակում էին իրար ամելացում, եկետ է բազում։ Ապրես, ունենք ավելացում լրացում, ոչ, շարունակենք, պետք է դուս գրեիք 3 բառ, որոնք սկսվում են ան կամ դեր ժխտական ածանցներով։ Լսում եք։ Անհասկանալի, անհարմար, հասկանալի, անհարմար, Հասկանալի արմատ։ Այստեղ չունենք ածանց։ Ին ածանց է, այսինքն մենք ունենք ածանցավոր բառ, լավ, նկար, գումարած, էլի, էլին ածանց, ապրեք, դժբախտ, այսինքն ձեր գրած բառերը բոլորը ածանցավոր են, իսկ ածանցները քանի տեսակ են լինում, ածանցները քանի տեսակ են լինում, երկու, որոնք են, որոնք են ածանցները, նախածանցներ և վերջածանցներ, այլ հիմա ինձ կասի, Յուլիան կասի, որ ածանցներ են կոչվում նախածանցներ, որ ածանցներ են կոչվում նախածանցներ, որոնք երբ էին որտեղ էին ավելանում, ավելանում էին բառի սկզբից թե վերջից, սկզբից և կոչվում էին, եթե սկզբից էին նախածանցավոր, լավ, նստիր, իսկ վերջածանցավոր, որ բառերն էին կոչվում, որոնց վերջում ինչ կար, վերջում էր ածանցը, չէ, վերջում էին ածանցները, դրանք վերջածանցավոր բառերն էին, վերջ, լսում ենք երրորդ խմբին, երրորդը ճակատագիր, լսում ենք, տեսնեմ ձեզ, լավ, ներկայացնում ենք, պետք է նկարագրենք Մեսուի տարիներան, երբ հեղինակը նրան նորից տեսա, չէ, և ինչ է փոխվել նրան մեջ ու ինչու է փոխվել։ Այսօր դարձել է շատ պատը, նա գողություն արեց և իր ընկերոջ մանրակը լավով արավ, նա ոչ թե իր ընկերոջ արակը վերակում էր ընկերության և բարեսրտությանը, Այո, ոչ թե բարեսրտության, այլ դիմադրության, նա ճիշտ է։ ամաչեց ընկերոջը և ասաց, բավիչայի փող չես կոչվում և Հովհաննես Թումանյանը ամաչեց և այդ երբ Թումանյանն այդպես։ Նեսոն իսկապես արավ Հովհաննես Թումանյանին ակնարկելով իր շրջակայական կարծրուզը, մյուսներին դառնալով ասաց. «Կասենաս կոչած կաչաղակը»։ Նրանք ծիծաղեցին, բայց Հովհաննես Թումանյանը վշտացավ, և նույնպես նրանք էլ Հովհաննես Թումանյանի հետ մտերիմ ու համարձակ չէին։ Ի՞նչն էր փոխվել նրա մեջ և ինչու։ Նեսոյի մեջ փոխվել էր ընկերության և մտերմության կարևորությունը։ Այո։ Նեսոն չէր կարող, Նեսոն ուսում չստացավ, որովհետև իր ընտանիքը չէր կարող այդ դպրոցի բացի տալ այդ մեծ գումարի պատճառով։ Ահա և Իսկ ինչքան էր գումարը, Սոֆի ջան։ 3 ռուբլի, որ այդ ժամանակ շատ մեծ ազդեք ուներ, չէ՞։ Կա ոչ, այլ ոչ, որտեղ ես տան, 3 ման է ունենալ, բանը հացի կտակ, վերը կուտել, դրես մնացել է սովորած նստած, կա ոչ։ Լավ։ Տեքստից հետ պետք է 3 բառ ընտրեիք և 3 ածանցավոր բառ նշեիք նրանց տարբերությունը։ Ածանցավոր բառերն են ամենալավ, տգետ, գողություն, բառերն են դասամիջոց, չարքաշ, ոչ բոլոր Այժմ ապրումացում խմբի աշակերտները սովորողները ներկայացնել իրենց աշխատանքը։ Ինչպես արձագանքեց հեղինակը և տեսավ իր հին ընկերոջ վիճակը, ինչ զգացողություններ ունեցավ նա։
Երբ հեղինակը տեսավ իր ընկերոջը, նա վշտացավ ու զարմացավ, թե ինչու են այսքան չար դարձել։ Երբ մի օր Հովհաննես Թումանյանը վերադարձավ գյուղ, Ժուվանի շուրջ մարդիկ հավաքվել աղմուկում ապահովում էին, նա վիճամտեց եւ հարցրեց, թե ինչ է եղել, ասեցի, որ Նեսո գողություն է արել։ Ինչ զգացողություններ ունեցավ Թումանյանը, երբ իմացավ այդ մասին։ Նա զգաց, թե իր ընկերը Ցավ ապրեց։ Այո, ինչու։ Դրա համար գողություն է արել, որ սխալ ճանապարհի վրա է կանգնած, չէ՞, այդ դա շատ վշտացրեց Թումանյանին։ Ունեք դրացում, ավելացում։ Չունեք։ Լավ, գտեք պատմվածքի Գտեք պատմվածքի վերջին կարգավորության մեջ եղած անձանցավոր բառերը եւ նշեք դրանց համակարգը։ սովորական, սովորը արմատ, ակարմատած, դուսմյանը, կույսը արմատ, ադրածած, մանկությունը, մանուկը արմատ, ուսումնական, առաջիցը, արա ադած, աչը արմատ, իցը ադած, Իցը վերջավորություն է այդտեղ առաջից։ Եղավ։ աչկը արմատ, վնական։ Լավ, լավ։ Այժմ լսում ենք վերջին խմբին ենք լսում։ Ինչն էր խանգարում մարդուն հասնել իր երազանքներին։ Մարդուն երազանքներին հաճախ խանգարում ոչ թե արտաքին հանգամանքները, այլ Այո։ պատնեշները։ Ներքի պատնեշներ կան։ Անհայտնական գործոններ արտիրակում են մեզ։ Առաջինը անհաջողության վախը, երկրորդը հետաձգումը, երրորդը ինքնավստահության պակասը եւ չորրորդը միջավայրի ազդեցությունը։ Միջավայրի ազդեցություն համամիտ եք բոլորը։ Այո։ Լավ։ Կազմեք նոր ածանցավոր բառեր, տեքստից վերցրած, տուն, գիր, սեր, արմատներով ում եք լսում։ Կամո։ Սիրեկան, սիրալի, սիրուն, սիրային, Ապրեք։ անտուն, տնային, տնական, տնակ, Եվ գիր, անտի, գրականություն, գրավեր, գրավություն, գրական։ ապրեք, լավ, լավ։ Եկեք ուրեմն այժմ մենք միասին կլրացնենք տեղաձև աղյուսակը և կտեսնենք, թե ինչպիսին էր մանկության տարիների Նեսոն, կպչուն թերթիկների վրա արագ գրում ենք, ինչպիսին էր մանկության տարիների Նեսոն և ինչպիսին էր Նեսոն տարիներ անց։ Ասա տեսնեմ։ Ասա։ Խելացի էր, մանկության տարիներին խելացի։ Բարի ու խելացի, ասա տեսնեմ, անհոգեր, ճիշտ է Աննա, արխույժ էր, ասա սերով, միամիտ էր, այո, արագ, հեքիաթասաց էր մեր Նեսոն, ապրես, ասա, մաքուր հոգուտների անձնավորություն էր, ասա տեսնեմ, անմիջական էր, ճիշտ է, խաչի, ընկերա, սեր էր, ապրես, ընկերա սեր էր, ասա տեսնեմ, խելացի, չենք գրել խելացի, գրենք, ասա, հեքիաթասեր էր նաև, ոչ միայն հեքիաթասած էր, այլ նաև հեքիաթասեր էր, խաչի ինչ գրեցի, ընկերասերը, ասա տեսնեմ, ճկուն մտքի տեր էր, ապրես, ում ասկույն է գալիս, ասա տեսնեմ էմա, հետաքրքրասեր էր, ասա Սոֆի, Ճուղացիների և ընկերների կողմից սիրված։ այո, վայելում էր բոլորից սերն ու հարգանքը, ճիշտ է, ասա տեսնեմ, խելացի էր, արդեն մատուցրել ենք, ապրես ուսի, ասում ենք, աշկույժ էր, այ տեսնենք, ինչպիսին էր տարիներ անց, պատմվածքի վերջում մենք տեսանք հանդիպեցինք այն ուրեմն Նեսոյին, ասա տեսնեմ Վահեջան, տգետ էր, այո չսովորեց և ետ մնաց իր ընկերներից, տեսնեմ ով չի մասնակցել, ասա տեսնեմ, կյանքից հիասթափված էր, ճիշտ է, գեղեցիկ են դեռ պատկասում, ով չի մասնակցել, ասա Վահեջան, չարամիտ էր, ապրես, ասեք ոչ կրկնություններ չլինեն, ասա տեսնեմ Յուլիա, չար էր արդեն, ճիշտ է, ասա, անսիրտ էր, ապրես, Դավիթ,
Այո, համտեսել ես ապրես, կյանքի դժվարություններն էլ համտեսել։ Ասա տեսնեմ։ Հուսալքված էր ապրես, ճիշտ է։ Էլեն ջան։ Օտարացած էր բոլորից, ճիշտ է։ Մենք հասկանանք, ինչն էր պատճառը, նորից ասենք, ինչն էր պատճառը, որ մանկության տարիներին մենք հանդիպեցինք մի ուրիշ տեսոյի եւ վերջում այլ տեսո տեսանք։ Ասա տեսնեմ աղջիկը։ Այո, մենք ասացինք, էլ ինչ պատնեշներ կային, որոնք խանգարեցին, որ նա ճիշտ ուղու վրա մնար, հասա։ Լավ, իսկ ինչ դուք կփոխեիք այս պատմվածքում։ Այ ինչպես կուզենայիք որ լիներ, ինչը կփոխեիք, ասա տեսնեմ։ Կուզենայիք, որ անվճար լիներ, ուսուցումը չէ, եւ Նեսոն սովորեր անպայման։ Լսում եմ։ Ես պատմվածքը չկաբելացնեի Բարեգործներ լինեին, ովքեր կօգնեին եւ կվճարեին բարձը։ Այսինքն, եթե ինքը ստանար կրթություն համամիտեք, որ այս ճանապարհին չէր կանգնի Նեսոն։ Ապրեք, շատ ապրեք։ Տրված հնարժեքն է, կանչուս խմբից կկանչեն մեկ աշակերտ եւ միասին կորոշեք, թե ըստ առաջնահերթությունների կդասավորեք։ Աբե, մոտեցեք։ Տարբեր ուրեմն արժեքներ կան այստեղ, դուք պետք է դասավորեք դրանք ըստ առաջնահերթությունների։ Դասավորում եք, որն է առաջնային ըստ ձեզ, այսպես դասավորում եք, տեսնենք։ Կանգնեք, հիմա Մանե ջան, կարդա տեսնենք հերթականությունը, ինչպես եք դասավորել ըստ առաջնահերթությունների։ Սեր, ընկերություն, բարություն, նյութական բարեկեցություն, կրթություն, աշխատանք, հանգիստ։ Առաջին տեղում, առաջին արժեքը համարել եք ընտանիքը, ինչու՞։ Որովհետև ընտանիքը մեզ համար շատ քանիկ է։ Սրբություն է մեզ համար, լավ։ Երկրորդ տեղում դրել եք առողջությունը, տեսնենք։ Ինչու առողջությունը, Սոֆի։ Որպեսզի կարողանանք սովորենք, չէ, զարգանանք։ Դա ազնվությունը, ինչու է ազնվությունը ձեզ մոտ երրորդ տեղում։ Լսում եմ Սամվել։ Ինչու է ազնվությունը երրորդ տեղում։ Ազնվությունը շատ պետք է Մարդկային փոխհարաբերությունների ժամանակ չէ, շատ իսկ դու ազնիվ ես։ Այո, ես համոզված եմ, որ դու լավ ընկեր ես ու ազնիվ ընկեր ես։ Սերը ինչու Աբետ ջան։ Ինչ է սերը ընդհանրապես։ Սերը զգացմունք է, որը կարևոր է։ Որը կարևոր, ինչի համար է կարևոր։ Այ եթե չսիրենք մեր հայրենիքը, մենք լավ չենք վերաբերի, չէ՞ մեր հայրենիքին։ Չսիրենք մեր ընկերների, նրանց հետ էլ հետաքրքիր չի լինի, չէ՞։ Չսիրենք մեր լեզուն, մենք չենք կարողանա լավ իրապետել հասկանալ։ Համամիտես, ունենք լրացում ավելացում։ Լսենք, իսկ ինչու է ընկերությունը կարևոր։ Ինչու է ընկերությունը կարևոր։ Լսում եմ։ Մարդը առանց ընկերության միայնակ է լինում եւ միշտ տխուր է լինում, իսկ տխրությունը Ընկերություն եթե անում ընկերներում ունի ընկերներ, նրա կյանքը ինչպես է ավելի լավն է լինում եւ ավելի ուրախ։ Ավելի ուրախ է լինում, չէ՞։ Օգնող ձեռք է ունենում, չէ՞։ Լավ, բարությունը, ինչու է բարությունը կարևոր։ Ասա տեսնենք։ Բարությունը նրա համար է կարևոր, որ ամրապնդում է ամեն ընկերությունը եւ ամեն ինչը։ Այո, պետք է մարդ բարի լինի եւ միայն բարի գործեր կատարի, չէ՞։ Լավ, հաջորդը որն է։ Նյութական բարեկեցությունը։ Նյութական բարեկեցության մասին ով կարտահայտվի։ Լսում եմ Նազենին։ Նյութական բարեկեցությունը Համարում ես առաջնահերթություն։ Ոչ, ինչու։ այնքան է կարևոր չէ, ինչքան առողջությունը։ Այո։ Այո, պետք է ավելի արժեքավոր է, բայց պետք է
դրանից առաջ ավելի շատ առաջնահերթություններ ու կարևորություններ կան։ Իսկ կրթությունը ինչի համար է մեզ պետք։ Ասա տեսնեմ։ Որ գրադիվ խոսես և Այո, պետք որ գրագետ խոսես, ինչի համար է պետք։ որպեսի վերջում վատմա չտավը։ Որպեսզի ճիշտ ճանապարհ ընտրես։ Ինչ էր աշխատանքը։ Լսում եմ Խաչիկ։ Աշխատանքը անհրաժեշտ է որ ամեն արդյունքի հասնես։ Որ դա արդյունքի հասնես, չէ՞։ Արդյունքի հասնելու համար, ձեռքբերումներ ունենալու համար, լավնություններ ձեռքբերելու համար պետք է աշխատանք։ Իսկ հանգիստը ես ուրախ եմ, որ դուք ամենավերջում եք դրել դասեր հանգիստ, իսկ ինչի համար է պետք հանգիստը։ Հանգիստ ինչի համար է պետք։ Ապրես, որպեսզի ծանրաբեռնվածությունը թեթևանա, տեղավորվեցին, շնորհակալություն։ Հիմա ուրեմն այս մոտ տեխնիկներ կա, երկի քարտ պետք է դրացնենք։ Երկի քարտ։ Նշում ենք արագ։ Նեսոյի բնավորության մեկ բառով ենք գրում, Նեսոյի բնավորության, որ գիծը ամենից շատ տպավորեց։ Եվ այսօրվա դասից ինձ համար ամենահետաքրքիր բացահայտումն է լսել և բոլորի կարծիքն իմանալ, բայց ես կցանկանայի դա կվերցնենք հաջորդ դասի համար որպես մուտքի դաս, մուտքի քարտ և բայց ամենայնտեղս ես ուզում եմ երկուսի երկի քարտը ըստ ցանկության, ովքեր որ կցանկանան երկուսինը լսել, այն չեն գրել, ասա տեսնենք։ Բնավորության մեջ, այո, խելացիությունը, խելացի էր և որտեղ բացահայտումը քեզ համար այո, եթե կրթություն չստանա մարդը կարող է ճիշտ ճանապարհի վրա չկանգնել, ապրես, լսում եմ։ Ճարպկությունը եւ հետաքրքիր բացահայտումը բացահայտում էր ինձ համար, որ կարող է դադարել ընկերությունը սոցիալական անհավասարության պատճառով, որը ցավալի է, չէ՞։ Լավ։ Պատրաստել եմ ձեզ համար թումանյանական բարեմաղթանքներ եւ ուզում եմ, որ դասն ամփոփենք նրանց միջոցով։ Յուրաքանչյուր խմբից մեկը վերցնում է բարեմաղթանքը, բացում է եւ ընթերցում է բարձրաձայն։ Լսում ենք հիշողություն խմբի, ասա։ Հոգից փառված բարձրում երկրի լույս տեսնելիս։ Լավ, ապրես, լսում ենք։ Հոգից փառվում անկոչուն չծավը, հավասար լինի և կարելի լինի ամենատեր մարդ։ Այո, մարդ կոչումն ամենակարևորն է։ Չկա այդպիսի պաշտոն, որ հավասար լինի նրան։ Լավ, լսում ենք հաջորդ խմբին։ Դեպի առաջ դեպի լույսը դեպի կյանք։ Դեպի առաջ դեպի լույսը դեպի կյանք, ճիշտ է։ Մենք ուղղում ենք միշտ դեպի լույսը ու դնում ենք դեպի։ Ապրեք, լսում ենք վերջինը։ Որ չի սիրում իր մանին լեզուն, նա չի կարող սիրել իր ժողովրդին։ Լավ, ես ուզում եմ, որ այս թումանյանական բարեմաղթանքները ձեզ ուղեկից լինեն։ Այսօր ուզում եմ, որ փոխադարձ գնահատում իրականացնենք եւ խմբերը յուրաքանչյուր խումբ մյուս պետք է ուրեմն ստանա իր գնահատականը մյուս խմբերի կողմից։ Ուրեմն կատարենք այսպես, ունեք դուք ձեզ մոտ դրոշակներ, կարմիր եւ կապույտ։ Կարմիրը կներկայացնեք, որ դուք շատ գոհ եք, հավանեցիք տվյալ խմբի աշխատանքը եւ կապույտն էլ կլինի ուրեմն այն նշանը, որտեղ որ դուք ցանկանում եք, որ նրանց աշխատանքը ավելի բարելավ է, այսինքն բարելավման կարիք է զգում աշխատանքը։ Առաջինը սկսում ենք հիշողություն խմբին գնահատել։ Գնահատում ենք հիշողություն խմբին մյուս խմբերը, տեսնենք։ Ապրեք, ընկերություն խմբին են գնահատում, ապրեք, համահիտեն, ճակատագիր խմբին, ապրեք,
Եվ հաջորդը ապրումակցում խմբին, բոլորը գերազանց են, լավ, իսկ տեսակետ խմբին, ապրեք, բոլորը գերազանց եք, շնորհակալություն։ Այն հանձնարարություն գրում ենք, պետք է գրենք փոքրիկ նամակ Նեսոյին, գրել նամակ Նեսոյին, Այդ ուզենայիք ասել նրան և աշխատենք, որ մեր շարադրանքում լինեն առնվազն 5 ածանցավոր բառեր։ Ընդգծեք, առանձնացրեք այդ ածանցավոր բառերը։